Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին, այսպես միասին ամփոփենք անցնող շաբաթը եւ մի քանի հարցերի հետ կապված լսենք ձեր գնահատականը։ Այսպիսով, կարծում եմ ճիշտ է սկսել հենց այս հարցից, ազգային ժողովում ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վստահ եմ հետևել եք, վստահ եմ գիտեք, ինքնատիրապետումը կորցրեց, բայց ասել, որ այս մարդը հիվանդ է, ինչպես շատերը օրինակ նույն պարոն Սաղաթելյանն էր այսպիսի որակում տալիս, դա չի համապատասխանում ըստ էության իրականությանը, հաշվի առնելով, որ այս մարդը գիտակցորեն մի հայրենիք հանձնել է, արդեն հանձնում է երկրորդը, խնդրեմ։ Ճիշտ ասած, հետևել եմ ասամ այդ ուրեմն չորեքշաբթի օրվա հարցու պատասխանի ժամանակ իր ելույթին, իր պահվածքին, հայտարարություններին, որոնք եղավ, բայց միաժամանակ ես որոշել եմ անկեղծ ասած այս մարդուն չանդրադառնալ եւ չմեկնաբանել, որտեղ անիմաստ է արդեն դառնում այս մարդու ասածները, վարքերը մեկնաբանել։ Յուրաքանչյուր չորեքշաբթի օրը այդ հայտարարությունից հետո փորձում եմ մեկնաբանություններ ունենալ, բայց տևական ժամանակ ընթացքում կարծում եմ, երբ որ անտեսում ենք մարդու նյարդերը շատ ավելի հանգիստ է լինում, հաջորդ օրը կարող է շատ ավելի հանգիստն է, բայց այնուամենայնիվ չի կարելի անտեսել վերջին հաշվով այդ հայտարարությունները որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնը զբաղեցնող, ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձ կատարումը եւ դրանք որպես փաստ արձանագրվում են։ Այդ օրվա իր պահվածքը կարծում եմ շատ հստակ կերպով վկայում է հոգեխանգարմունքի մասին, վերջին հաշվով ինքը կարծում եմ շատ լավ է գիտակցում, թե ինչպիսի փակուղային վիճակի մեջ է հայտնվել եւ իմ համոզմամբ ինքը շատ լավ գիտակցում է դա եւ իմ հասկանում է, որ մի տեսակ ճահիճի մեջ է, որը ինչքան այդպես ձեռքով ոտ կախվում է տեղից դուրս կա, փորձում է արդարացումներ գտնի, փորձում է այդպես ասած միջազգային գուցե կենտրոններին կարճելով իրեն փրկի, բայց տեսնում է, որ հնարավորություն չկա ցանկացած զիջում, որ կատարում է, ամեն մեկ զիջում, որ կատարում է երկու նոր պահանջ Ադրբեջանի կողմից գալիս է, դրվում է իր դիմաց, չի կարողանում իր ցանկացած խաղաղության համաձայնագրին հասնել, մյուս կողմից ընդդիմության կողմից ճշմարտ տակ է գտնվում, ժողովրդի կողմից այդ ամստավությունը ռեյտինգը գնալով իջնում է, ընտրությունների ընթացքում տեսնում է չունի այդ նախկին վստահությունը ժողովրդի կողմից, նախկինում վստահությամբ գնում էր ընտրությունների, վստահ էր, որ կարողանա ձայն հավաքի, մա տեսնում ենք ամեն միջոցի դիմում են կարողանան մի թեթև գոնե ձայն հավաքեն եւ գիտենք որ դա չի ստացվելու իրենց մոտ, այս ամբողջը բերումը հանգեցնում է նրան, որ ինքը շատ հեշտ հավասարակշռությունը կորցնում է հայտարարությունների ժամանակ եւ տեսնում եք ստեղծման իրավիճակը որ կա։ Ես կարծում եմ որ դեղերի մասին հայտարարություններ որ եղան, իսկապես այս մարդը այդպես է, այսինքն դեղերի ազդեցության տակ գուցե կամ դեղերը չխմելու պատճառով նման հայտարարություններ անում եւ նորմալ մարդ չի, այսինքն եթե հոգեբույժներ ուզենան այս մարդու մասին դիագնոզ տան, կարծում եմ կարող են ժամերով նստեն մի հատ անկախ մեկը լինի ոչ հայ տեսագրություններ ուղարկեք թարգմանություններով իրենց համար կարծում եմ շատ հստակ կերպով կարող են այս մարդու հիվանդության մասին դիագնոզ տան, ասեն ինչպիսի հոգեկան խանգարումքով կամ հիվանդությամբ է այս մարդը տառապում, բայց ցավալիորեն առայժմ այս մարդը զբաղեցնում է մեր ղեկավարի երկրի ղեկավարի պաշտոնը եւ մենք պարտավոր ենք մեր կամքից անկախ հանդուրժել եւ համբերել եւ ինչ-որտեղ լսել, երբեմն արձագանքել, երբեմն պատասխանել։ Իհարկե, դա նաև միևնույն ժամանակ վտանգավոր հայտարարություններ անում, օրինակ Արցախի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի շարժումը շարունակելու մասին իր հայտարարությունը, կարծում եմ չափազանց վտանգավոր հայտարարություններ։ Իհարկե, իր գործով ապացուցել է ինքը, որ ոչ միայն հայտարարում, այլ վաղուց արդեն այդ ուղղությամբ է ինքը շարժում, բայց նման բարձրաձայն այդ մասին հայտարարելը կարծում եմ արդեն ինքնըստինքյան ինչ-որ վտանգ է ներկայացնում։ Միևնույն ժամանակ չիմանալով նաև ինքը Ադրբեջանի ձեռքը նոր պատրվակներ է տալիս, նոր հայցեր ներկայացնելու, որտեղ ասենք եթե դու գալիս ես ազգային ժողովի ամբիոնից կանգնում ես, հայտարարում ես, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի շարժումը պետք է շարունակենք, նշանակում է, որ դու ես սկսել, որ չէ շարունակում։ Արթուր Խաչատրյանը պատգամավոր շատ լավ ասաց, դուք չեք սկսել, որ հիմա դուք ավարտեք կամ դուք շարունակեք։ Արցախի ժողովուրդն է ստեղծել եւ նրանք էլ կորոշեն շարունակեն թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը մի տեսակ ամբողջ Հայաստանի ներկայացում այդ պատասխանատվության տակ, որ այդ շարժումը ստեղծելու եւ բնականաբար այսօրվա իրավիճակով, որ Ադրբեջանը նստած պահերը հաշվում կարողանա նման պահերը վերցնի եւ հետո կարողանա դատական հայցեր ներկայացնելու մի հասկացեք, որ շուտով էլի պահանջ է դնելու Նիկոլ Փաշինյանի դիմաց, այդ կապակցությամբ հայց է ներկայացնելու, տեսեք Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ շարժում իրենք են ստեղծել, Հայաստանից է միջամտություն եղել Ադրբեջանում եւ արդեն գիտեք նոր խնդիրներ է ստեղծելու իրավական առումով Հայաստանի համար։ Ասում եմ, պահի ազդեցության տակ նման հայտարարություններ անում, նեղ վիճակի մեջ հայտնվելուց, բայց իրոք ցանկացած հայտարարություն ինչ որտեղ նաեւ մեզ համար իրավական պատասխանատվություն է ստեղծում, որը ես կարծում եմ չափազանց վտանգավոր է։
Ամեն դեպքում հենց նորից գալով Արցախյան հարցից դե Արցախը չեն ասում իրենք Ղարաբաղն չէ ասում Արցախյան շարժումից հրաժարումը այս ամենը դուք ասացիք հերթական այսպես ասած կոզրն է ինքը տալիս Ալիևի ձեռքը այս մարդը ինչ նպատակ ունի սա է մտնում իր այսպես կոչված իրական Հայաստանի պլանների մեջ եւ ըստ էության նաեւ հիմնավոր հարց է առաջանում իսկ ով ես դու որպեսզի սերունդների փոխարեն որոշում կայացնես Դե ինքը որոշողը չի, բոլորս էլ գիտենք Արցախյան շարժումը, ասեմ, ինչպես էլ նոր քիչ առաջ ասեցի, շատ հստակ կերպով այնտեղ պատգամավորների կողմից հնչեցվեց եւ իրեն արձագանքվեց, որ դու ինքը չի ստեղծել, որ ինքը ավարտի։ Ընդհանրապես ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս շարժման կապակցությամբ, որ հիմա իրավունք ունենա այս շարժումը ավարտել։ Այս շարժումը ստեղծվել է Արցախի ժողովրդի կողմից, Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնումն է եղել, միջազգային իրավունքով իրենց տրված իրավունքի իրացումն է եղել, ինքնորոշման իրավունքի եւ դա Արցախի ժողովուրդն է որ ցանկանա կորոշի կշարունակի կամ չի ցանկանա չի շարունակի դա իրենց հասկանալիքն է մի վերջին մարդը որ կարող է այդ խապակցության որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանն է եւ շատ հետաքրքիր է որ ինքը հաճախ փորձում են ամեն կերպ խզել որևիցե հարաբերություն կամ կապակցություն Արցախի հետ նույնիսկ հրաժարվում են Արցախ բառ օգտագործելուց Ղարաբաղ են ասում Ղարաբաղ համարում են Արցախ համարում են Ադրբեջանի մաս որևիցե ձևով չեն փորձում որևիցե փոխկապակցվածություն ունենալ Արցախի հետ բայց հետո նման դեպքերում գալիս են միանգամից նման հայտարարություն կատարում Արցախի շարժումը շարունակելու կապակցությամբ մի տեսակ իրենց հակասում են եթե դու իսկապես կապ չունես այդ շարժման հետ ինչպես ես ուզում շարունակես եթե որոշում ես շարունակես ուրեմն փոխկապակցված ես հետեւաբար այն ամեն ինչը որ ասել ես որ Արցախը չի եղել շարժում չի եղել նման բաներ չի եղել այն ժամանակ ես ստել եւ ինչ որ կեղծ արտարացումներած փորձել գտնել ես ասած քո դավաճանության համար ես կարծում եմ Նիկոլի հայտարարությունը ասեմ հենց այդ հոգեկան վիճակից է գալիս երբեմն հայտնվում է այնպիսի իրավիճակի մեջ նեղ վիճակի մեջ հայտնվելու դեպքով որ ինքը կարծում եմ ինքնագիտակցությունը կորցնում է եւ տեսնում ենք երբեմն որոշակի հարցերի դեպքում որ նման իրավիճակ կստեղծվի դա նորմալ եթե տնտեսական հարցերի մասին են հարց է ստալի կամ ուրիշ հարցեր է ստալիս նորմալ պատասխանումա բայց երբ խնդիրը հասնում արդեն Արցախյան շարժմանը Ղարաբաղյան շարժումը Արցախի ժողովրդի իրավունքներին քանի որ չունի պատասխան, քանի որ չունի այդպես ասած արդարացում, փորձում է դեռ նման տեսակ հայտարարություններով իրավիճակը փոխել, շիկացնել, թեժացնել, հարցով պատասխանել եւ մի տեսակ այդպես խույս տալ ուրիշ թեմաներ առաջ քաշելով չպատասխանել այն հիմնական հարցին, որ իսկապես իր կրած պատասխանատվությունը այս ամենի մեջ ինչ է եղել եւ չունի պատասխան։ Օրինակ այդ իրական Հայաստանը, որ դուք ասեցիք, այդ իրական Հայաստանը երբ Երևան եկավ, եթե ինչքան որ գնանք հետև, ինչքան էլ որ փորձենք ավելի հետո գնանք, մոտավորապես գուցե մի քանի ամսվա վաղեմություն ունի, ասիկ հնություն ունի այդ նոր թեզը, որ ինքը առաջ է քաշել իրական եւ պատմական Հայաստանների։ Ինչու այդ թեզի մասին չէր խոսում մինչեւ ասենք 44-օրյա պատերազմը, չէր խոսում մինչեւ Արցախի վերջնական հանձնումը անցած տարի։ Հիմա միանգամից հիշեց այդ իրական Հայաստանի մասին։ Պարզ է որ այդ իրական Հայաստանը ընդհանրապես իր համար գոյություն չի ունեցել, ընդհանրապես Հայաստանը իր համար գոյություն չունի, իր համար գոյություն ունի մեկ հատ աթոռ, որի վրա ինքը հիմա նստած է, մի հատ պաշտոն, որը զբաղեցնում է, մինչև այն ժամանակ, որ այդ աթոռին նստած այդ պաշտոնը զբաղեցնում է, ինքը ունի մի հատ այսպես անձեռնմխելիություն, մի հատ ապահով զոնա իր համար, որից մեկը չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել, շատ լավ գիտակցում որ այն պայից, որ այդ պաշտոնը կորցրեց, այդ աթոռը կորցրեց ենթարկվելու է պատասխանատվության, հայտնվելու անմիջապես ճաղերի հետևում, հետևաբար փորձում է ինչքան կարող այդ աթոռը երկար պահել, պաշտոնը երկար պահել, ու դրա համար հիմա մի օր իրական Հայաստան, պատմական Հայաստան, մի օր Արարատից հրաժարվել եւ շարունակելու է հիմա ամեն անգամ հիմա մի քիչ էլ որ այդ թեզը չգործեց իրականը, ես չգիտեմ հիմա այս անգամ ինչա փորձելու, տեսակ արդեն այս նոր թեզն է նորն էր հիմա Արցախի շարժումը շարունակելը արդեն նոր սկսեց Երևան բերել իրական Հայաստանի կողքին։ Հիմա վաղն էլ հավանաբար քնելու արտանալ մի նոր բան հիշի Հիմնականում խնդիրը այս մարդուն է արդարացումներ գտնել, որպեսզի հետագային կարողանա ինքն արդարացնել եւ դուրս գալ այս մրցավանջից, որի մեջ բոլորիս մտցել է եւ առաջին հենց ինքն է մխրճվել այդ ճահիճի մեջ եւ հիմա չի կարողանում դուրս գալ։ Մենք հիմա խոսել ենք նաև երեք թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում, բայց քանի որ Արցախից ենք խոսում, երեք հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանեն Սարիկը հայտարարում է Ղարաբաղը այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որպեսզի այնտեղ չծառայեն։ Այս իրենց ուրացում է, այս իրենց տեսակը, դե գիտեք նաև մինչև այդ էլ ինքը խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել Արցախը, մենք չենք կռվել։ Այսպիսի հայտարարությունները իրենց կողմից ինչի դրսևորում են եւ նաև կուզեմ երեկվա ռեպրեսիաներին անդրադառնալ Գյումրիում համեցեք։
Իսկ ես մարդկանց այդ անցյալը գնաց փորփրեք, հանեք դուրս, անպայման մի 10-15 սելֆի կգտնեք Արցախի հենց այդ վատ Արցախում նկարներից կամ այդպես հայրենասիրական ուսաշունչ հայտարարություններից, որ ժամանակին անում էին Facebook-ում, իսկ հիմա ամենը Արցախ ուրանալու համար շարք են կանգնել, հերթ են կանգնել, որ ով ավելի շատ կուրանա եւ ավելի շատ այդպես ասած կծառայի Նիկոլին։ Եթե Արցախը վատն էր, Ալեն Սիմոնյանն ու մյուսները այնտեղ ինչ էին անում, նուրը ձեռքներն առած իրենց հայրենիքն էին կոչում, կամ ես ինչ գիտեմ, մյուսները ինչու էին վերցել եվրոպացի պատգամավորներին տարել Շուշիում կանգնացել լուսանկարվում ինետները սելֆին անում, Նիկոլ Փաշինյանը ինչու էր տուն չէր գալիս Արցախից 24 ժամ այնտեղ շաբաթավերջերը թռնում էր այնտեղ ինքնաթիռով բանով գնում էին գալիս էին։ Եթե իսկապես վատ տեղ էր, այդտեղ ինչ էին անում իրենք։ Բազավոր է թեզը, որ առաջ են քաշում, լրիվորեն անհիմն մի բան է, մի տեսակ իրենք էլ կարծես չունեն արդարացում, բայց միայն հայտարարություն են անում, բայց Սարիկ Մինասյանի այդ հայտարարությունը միևնույն ժամանակ վտանգավոր հայտարարություն է, ես չեմ հասկացել են իսկապես ինչ իրավական վտանգավոր հայտարարություն են անում։ Քիչ առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար փորձում է Հայաստանի փոխկապակցվածությունը Արցախի հետ մերժի, ասի այդպիսի բան չի եղել, Արցախ անկախ է եղել, Հայաստանը խնդիր չի ունեցել, որպեսզի հետագային այդպես ասած Ադրբեջանի կողմից հիմքեր չլինեն Հայաստանի դեմ իրավական ակտեր հարուցելու կամ գործեր հարուցելու, բայց տեսնում ենք միտումնավոր կերպով կամ գուցե մտածված կամ չմտածված չգիտեմ, պատրվակներ են ստեղծում Ադրբեջանի համար, որպեսզի կարողանան հետագային Հայաստանի դեմ դատական հայցեր ներկայացնել։ Օրինակ Ադրբեջանի համար օդի ու ջրի պես կարևոր են, որպեսզի կարողանա այդ փոխկապակցվածությունը ապացուցի, որպեսզի կարողանա Հայաստանի դեմ պատրվակներ ձեռք բերել, հետո այդ պատրվակների վրա գործեր հարուցել, հետո այդ գործերը դարձնել սպառլալիք, մահակի նման կախել Նիկոլի գլխին եւ կարողանա հետո իրանից ինչ որ պահանջումա ստանա։ Օրինակի համար իտնակ հետևած լինեք բանտում էր կալանավորված Արցախի ղեկավարների դատավարություններին, տեսնում ենք ճնշումների տակ այդ մարդկանցից ցուցմունքներ են վերցնում, ինչը բոլորիս համար կարծում եմ հասկանալի եւ այդ ցուցմունքներ գոնե ինձ համար որից արժեք չունի բանտային պայմաններում ճշմարտ տակ ստացած, բայց տեսնում ենք օրինակ գեներալ Լևոն Նացականյանից օրինակ բան են ստանում, ցուցմունք են ստանում, որ հայ կոչիկները գնում են Արցախում ծառայություն են մատուցում։ Հիմա մենք այդ որպես ճշմարտ տակ ընդունված որպես ցուցմունք, որից այդտեղ իրավական արժեք չի կարող ներկայացնել, բայց հիմա Սարիկ Մինասյանը գալիս է հանրայինի եթերից բարձրաձայն նման մեկ բանը հայտարարում, հիմա մի կասկածեք, որ Ալիևը այս տեսագրությունը վերցնելու այդ բաժին, ասի հա տեսեք ձեր падգամավոր ասում, որ դուք եկել եք Արցախում ծառայել եք, կռվել եք մեր դեմ, դե հիմա նոր դատ, նոր հայց, նոր պասպառնալիքներ Նիկոլի դեմ, նոր պահանջներ Նիկոլի դեմ, որպեսզի կարողանա դա տակից էլ դուրս գա։ Այս մարդկանց ցանկացած հայտարարությունը, դավաճանությունը, ցանկացած հայտարարությունը հայրենավաճառության այդպես ասած մի դրսևորումը ցանկացած վարքյան, որ այս մարդիկ մնում են իրենց հայտարարություններով լուրջ վնաս են պատճառում։ Անշուշտ մենք բոլորս հպարտանում ենք Արցախի համար այն ամեն ինչը, որ բոլորս կատարել ենք, Հայաստանը կատարել է, բայց հիմա գոնե հասկանում ենք, որ չպետք է այդ Ադրբեջանի ձեռքին, Ալիևի ձեռքին իրավական պատրվակներ տանք, որոնք հետո կարողանալու է դրանք որպես լծակ օգտագործել Հայաստանի ժողովրդի դեմ։ Նիկոլ այսօր կա, վաղը կարող է չլինել, բայց Հայաստանը կա, Հայաստանի ժողովուրդը կա։ Այդ դատական գործերը եթե հարուցվի ողջ Հայաստանի ժողովրդի դեմ է հարուցվում, մեր պետականության դեմ է հարուցվում եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու նաեւ մեր մեջազգային վարկի եւ հեղինակության համար, բայց տեսնենք այս մարդիկ իրենց փրկելու համար պահի ազդեցության տակ նման հայտարարություններ են անում հանրայինից, Նիկոլը գնում է Արցախի շարժումը շարունակելու մասին է խոսում, իր վրա է վերցնում, որ Արցախի շարժումը մենք ենք ստեղծել, ձևավորել, Հայաստանից է ձևավորվել, լուրջ խնդիրներ են ստեղծում եւ բոլորը ասում եմ իրավական լուրջ պատասխանատվության հիմք են ստեղծում Ադրբեջանի համար, որպեսզի կարողանա հետո գնա եւ մեզ համար դատական նոր գործեր հարուցի։ Եվ նաև կուզեմ այս իրենց խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանից ամենօրյա ռեժիմով եկող հայտարարություններին անդրադառնանք եւ սահմանային կրակոցներին։ Սուրեն Պապիկյանն ասում է դրանք մեր դիրքերի ուղղությամբ չեն, չգիտեմ, կարող է իմանաք, պարոն Մարգարյան, հրավառություն է երևի։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Դե եթե մեր դիրքերի կողմը չեն կրակում, իրենց կողմներով բնականաբար չեն կրակելու, անիմաստը մենակ մնա դեպի օդ կրակեն, հավանաբար շատ լավ անցնում իրանց այդտեղ, լավ իրավիճակի մեջ են, այդպես հանգիստ խաղաղ վիճակի մեջ, ուրախությունից օդ են կրակում, ավելորդ փամփուշտներ ունեն օգտագործելու համար։ Կարծում եմ այնքան ծիծաղելի նման հայտարարություն, ես իսկապես երբեմն բան անկեղծ իմ ցանկությունն է, որ այս հայտարարությունները չթարգմանվի ուրիշ լեզուներով, որտեղ իսկապես ուրիշները կծաղան մեր վրա, այսինքն նման մեր երկրի պաշտպանության նախարար, դուք աշխարհը որ մանգակ այս Պապիկյանի նման պաշտպանության նախարար նման հայտարարություններով չեք կարողանալու աշխարհում գտնել։ Իսկապես այս մարդիկ ամոթի, այսպես ասած, առարկա են, պատճառ են մեզ համար ամբողջ աշխարհում,
երբեմն դրսում ինքը լույս ամոթ է զգում այս մարդկա պատճառով, այս մարդիկ քո պաշտպանության նախարարն են։ Ինչ նշանակություն ունի։ Տեսեք, արձանագրվում են կրակոցները կան, ձայները կա, տեսագրությունները կա, դա շարունակական կա, մարդիկ վկայություն են տալիս, դժվար չի գնալ այդտեղ տեսնել, ներկա լինել, տեսնել, որ այդ կրակոցները իսկապես իրականացվում են։ Այդ քանի ուղղությունը ավել չկա, ադրբեջանցիները իրենց վրա չեն կրակելու, օթելով հավանաբար, ինչպես ասացինք, ուրախությունից կարող են կրակել, նշանակում է դեպի մեզ են կրակում, բայց հիմա այս մարդիկ վախից, որ հետո չպարտավորվեն պատասխանել, արձագանքել, այնպես են ձևացնում, դե մեր կողմը չի, անայդ ուղղությամբ են կրակում, որպեսզի հետո որից մեկը չգնա իրենցից պահանջատեր լինի, լավ, առավոտից գիշեր քո վրա կրակում են, բայց դու ինչու մի անգամ չես պատասխանում եւ չես արձագանքում դա։ Իհարկե հասկանալի է Նիկոլի այդ հայտարարությունը, եթե հիշեք անցած շաբաթ որ վախվորած հայտարարություն գրեց, հրահանգ եմ տվել, որ որևէ ձևով հրադադարը չխախտեք, մի տեսակ Ադրբեջանին կանաչ ազդանշան ացույց տալի, որ ինչ ուզում եք, եկեք արեք, եկեք վեսեք, գնացեք, մենք մեկա ձեր վրա կրակողը չենք, մեկա հրադադարը խախտողը չենք, 200 քառակուսի կիլոմետր գրավել եք, եկեք մի 200 քառակուսի կիլոմետր էլ գրավեք, գնացեք, խնդիր չկա, մենք չենք պատասխանելու։ Իսկապես դժվարանում եմ արձագանքել, այսինքն չգիտեմ իսկապես ինչ պիտի ասել նման պաշտպանության նախարարություն ունենալով, նման պետություն ունենալով, հասկանալի է, որ պիտի փորձել խաղաղությունը պահպանել, հասկանալի է, որ պիտի փորձել ամեն կերպ հրադադարը պահպանել, հասկանալի է, որ պիտի կորուստներից, զոհերից հեռու մնալ, բայց դրա գինը չպետք է լինի այն, որ դու այդպես ասած ընկճվես, կզած լինես թշնամու դիմաց, քանի որ քո այդ կզած վիճակից թշնամին ամեն օր պահանջներ ներկայացնելու միջև այն ժամանակ որ չես պատասխանում, բնական է թշնամին ավելի համարսակ է դառնալու, կրակոցը 2 հատ վաղ կանի, երբեք կանի 3 հատ, հետո կանի 4 հատ, հետո կշարունակվի, հետո դա կմեծանա, կդառնա ռազմական գործողություն, պատերազմ, եւ ամեն դեպքում այս սպառնալիքը վերջ չունի մինչև այն ժամանակ, երբ Ադրբեջանը հասնի իր պահանջներին եւ տեսնում ենք, որ մյուս կողմից Ադրբեջանի պահանջներին էլ վերջ չկա, ամեն օր Նիկոլը մեկ զիջում է կատարում, Ադրբեջանը մեկ զիջման դիմաց 2 նոր պահանջներ է ներկայացնում եւ անհաշիվ անհամար պահանջներ։ Հիմա եթե ուզենաք թվեք, նույնիսկ չեք էլ կարողանա հիշեք քանի պահանջներ են ասել մեր շաբաթվա ընթացքում ներկայացնում ամենատարբեր ոլորտներից, սկսած տարածքային պահանջ, մինչև այսինքն 300 քանի հազար ադրբեջանցիների վերադարձ, մինչև դատական գործերում համագործակցություն, այդ ինչ ասես մտներից կանցնում է բերում են որպես պահանջ ներկայացնում են Նիկոլի դիմաց, քանի որ վստահ են մեկ է չի արձագանքելու, չի դիմադրելու, մի քիչ էլ որ այդպես ասած դիմադրեն, պատասխան լինելու է հենց այն որ այդ հայտնի ճեպազրույցի ժամանակ անցած շաբաթ ասած դե մի քանի անգամ մենք գնացել ենք առաջարկ ենք տվել բան ենք արել, բայց տեսնում ենք անիմաստ է, հենց այսքան էլ խնդիր չկա, զիջում ենք, ես էլ գնում եմ, տեսնենք հիմա հետո Ադրբեջանը ինչ ուզելու։ Այս իրավիճակում կարծում եմ շատ բարձրավոր Ադրբեջանը հասնելու է իր բոլոր պահանջներին, ցանկություններին, ընդհանրապես չեմ կարծում պատերազմի կարիք է լինի, պատերազմի նույնիսկ սպառնալիքով Ադրբեջանը կարողանում ամեն ինչի հասնել։ Եթե սպառնալիքով կարող ես հասնել, ինչ իմաստ ունի պատերազմ սկսես քեզ համար պատասխանատվություն ստեղծել։ Դա իսկ կարծում եմ մինչև այն ժամանակ, որ կարող այս ամեն ինչը ստանալ Նիկոլից առանց պատերազմի սպառնալիքով վախեցնելով շարունակելու է եւ այս իրավիճակում մենք շարունակելու ենք դեռ երկար հենց այսպես մնալ առայժմ։ Եվ պարոն Մարգարյան, եթե ամփոփենք, նաև կուզեմ ամփոփել ձեր գնահատականը տակ Թուրքիայում տիրող իրավիճակին։ Աշխարհաքաղաքական իրավիճակը վերջնաշով փոխվում է, Էրդողանը գիտեք, երկար տարիներ այդտեղ իշխանության գլուխ է եւ այնտեղ էլ ընդդիմությունը բավական մեծ, այսպես ասել են Ստամբուլում վերջնաշով խոշոր քաղաքներից մեկում կարողացել են իշխանությունը վերցնել եւ լուրջ, այսպես ասած, հույսեր ունեն, որ կկարողանային առաջիկա ընտրություններում, որ դիներ նախագահական հաջորդը կարողանան Էրդողանին վերջապես երկար տասնամյակներից հետո իշխանությունից հեռացնել եւ նոր իշխանություն ձևավորել, ասենք Թուրքիայում։ Բայց ամեն դեպքում տեսնում ենք այդ խավն էլ, որոնք այդտեղ հիմա բողոքի ակցիաներ են անցկացնում, այդպես ասած մեզ համար շահավետ ինչ-որ բան ես չեմ կարծում այդտեղ կարող է լինի։ Միայն այդ ներքին իրավիճակը, որ այդտեղ մի քիչ ալեկոծվում է, դրանից մենք եթե խելացի լինենք, գուցե կարողանանք պահը օգտվել ինչ-որ կերպով օգտագործել, բայց չեն կարողանում դա անել, բայց ամեն դեպքում այդ մարդիկ էլ որ կան տեսնում ենք Ատատուրկի եւ մյուսների դրոշներով, նկարներով են ցույցերի դուրս գալի, ամեն դեպքում թուրքը մնում է, թուրքով էլ որ լինի այդտեղի իշխանության չեմ կարծում իրանց հիմնական քաղաքականությունը այդ առումով շատ փոփոխություն է կրելու, վերջնաշով նրանք բոլորն էլ այդ իրենց գաղափարների հետևից են։ Ես կարծում եմ ներքին ինչ-որ իշխանափոխության հիմա այս պահին հարց է դրված իրենց դիմաց, հիմա Էրդողանը փորձում է ամեն կերպ իշխանությունը պահել, տեսնում ենք չեն էլ խուսափում, ամեն տեսակ քայլի դիմելուց նույնիսկ լրագրողների են դուրս անում, չեն թույլտալիս արձագանք լինի, պես ասած սահմանափակում են լրատվական գործակալությունների աշխատանքը։
Հիմա կարծում եմ պիտի մի քիչ համբերենք տեսնենք ում ուժը այստեղ ավելի հզոր կլինի Էրդողանը կկարողանա կրկին մնալ իշխանության թե ասենք ընդդիմությունը կկարողանա հաջողվի եւ այս իրավիճակից կօգտվի եւ կկարողանա Էրդողանին հեռացնել բայց ես չեմ կարծում դրանից մենք հիմնականում այս իշխանությունների օրոք այդ փոփոխություններից ինչ որ բան շահելու մի բան կարող ենք ունենալ ասում եմ քանի որ եթե դու չես կարողանում քո թշնամի երկրում ստեղծած այդ իրավիճակից լավագույնս օգտվել քեզ համար ինչ որ դե առավելություններ ձեռք բերել կարողանաս ինչ որ զիջումներ դիմացինին պարտադրել ամեն դեպքում ինչ որ լինի քեզ համար մեկը բան չի փոխվելու վերջնաշով նրանք էլ ով էլ որ կա իշխանության եթե Հայաստանում լինի Նիկոլը փորձելու ամեն կերպ նույն քաղաքականություն ինչ որ միջի համար եղել է շարունակի եւ առավելագույնը ստանա Նիկոլից Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ես եմ շնորհակալ, խնդրեմ։